Հարգելի Ռուբեն, ասեք, սպասվող ընտրությունները ինչ անակնկալ կամ ազդեցություն են պատրաստում հանրության գլխին։ Ինչ անակնկալ ասես։ Մենք ապրում ենք այդպիսի ժամանակներում եւ այնպիսի աշխարհում, որտեղ մեր ընտրություններին խառնվողների ամենատես ցանկություն նողների խառնվելու քանակը շատ մեծ է։ Ինչ գործիքական կօգտագործվի։ Խոսքը դրսի աչքի մասին է։ Խոսքը դրսի աչքի մասին է, իհարկե, միանշանակ։ Առավել եւս որ մենք ներսում էլ հաս չենք միմյանց հետ։ Մի խնդիրը դա է։ Դե Երևի առաջին դեպքն է, երբ Հայաստանը գնում է ընտրությունների եկեղեցի իշխանություն հակադրության հակասության մեջ։ Դե ոչ միայն եկեղեցի իշխանություն, ես կարծում իրականում Ջերբաժանը անցնում է ուրիշ տեղ։ Ոչ թե եկեղեցի իշխանություն, ընդդիմություն իշխանություն, այլ ինչ ուղի է ընտրելու Հայաստանը։ Հայաստանը փորձելու է դառնալ լավ զարգացած գաղութ, թե Հայաստանը փորձելու է դառնալ ինքնիշխան պետություն։ Սրանք տարբեր մոտեցումներ են։ Ես հաճախակի ասում եմ, որ ես նույնիսկ չեմ մեղադրում մարդկանց, որոնք մեր պետությունը տեսնում են գաղութի արժեքների մեջ կառուցված, որովհետև մենք չենք ունեցել փորձ պետական։ Մենք նույնիսկ նայեք, նույնիսկ մեր բառապաշարում մենք հաճախակի օգտագործում ենք, ոչ թե հաճախակի մշտապես, ընդ որում բոլոր կողմերն են օգտագործում երկրորդ հանրապետություն հասկացողությունը։ Նա հանրապետություն չէր։ Նա չուներ հանրապետության ամենակարևոր բաղկացուցիչ սեգմենտները։ Ինչպես չունեին այդ տարածքի մնացյալը։ Իհարկե։ Եվ նայեք շատ եւ շատ երկրներ, որոնք ունեցել են տարբեր ժամանակաշրջանում, անկախ պետություններ։ Ես նկատի ունեմ եւ Հարավային Կովկասի 3 պետությունները եւ Մերձբալտյան, իրենք եւ Վրաստանը եւ Ադրբեջանը եւ Լիտվան եւ Լատվիան եւ Էստոնիան հայտարարեցին պետությունը վերականգնելու մասին։ Եվ իրենց բոլոր դեպքերում անկախության տոնը նշվում է այն առաջի հանրապետության տոնը։ Մենք փորձեցինք եւ դեռ ես հիշում այն ժամանակ մենք շատ էինք հպարտանում նրանով, որ մենք դուրս ենք գալիս սովետական միությունից, հենց սովետական օրենքներով, կարծես թե դա տալիս էր մեզ ինչ-որ մի առավելություն ուրիշ երկրների հանդեպ եւ եթե կայսրություն ուզենար վերականգնվել, նստելու էր այդ փաստի հետ լուրջ եւ ասել դե հա դուք օրենքով եք դուրս եկել, ձեր հետ գործ չունենք։ Չէ, բայց վերադառնալով Լավրովի հայտնի հայտարարությանը, իսկապես Ռուսաստանում կան բարձր էշելոնում մտածողներ, որ վերականգնելի են որոշ բաներ, որոնց մասին հիմա նաև դուք ակնարկեցիք։ Կարծում եմ սա այն գաղափարն է, որը ամենայն դեպս վերնախավը, որով փորձում է հրապուրել սեփական ժողովրդին։ Երբ չես կարողանում ապահովել երկրի ներքին զարգացումները, ներքին առաջընթացը, դու պետք է ինչ-որ ուրիշ բան առաջարկես։ Եվ այստեղ գալիս է տարածքների վերադարձ, նախկին կայսրության տարածք, հզորություն, փառք, պատիվ, որը եղել է, այստեղից գալիս է նաև այն քարոզությունը։ Առանց մեզ դուք ապրել չեք կարող։ Այս հարց մեզ է ուղղված։ Իսկ ներքին շուկայի համար փառաբանում կայսրական Ռուսաստանի, ցարերի, յուրաքանչյուրի պատերազմների, որը Ռուսաստանը վարում էր, այդ պատերազմում իհարկե լռում են պարտությունների մասին եւ գովաբանում են հաղթանակներ եւ նոր տարածքներ ձեռք բերելը։ Սա իդե ֆիքս է, իհարկե, բայց էլ ինչով կարելի է հրապուրել, եթե դու չես փորձում ապահովել քո բնակչության կենսամարտահրդակի բարձրացումը, եթե մշակույթը դոփում է տեղում, որտեղ ամենատաղանդավոր մարդիկ հեռանում են երկրից, երբ որ գիտությունը չի զարգանում, առողջապահությունն է նահանջում, կրթությունն է նահանջում, ուրեմն միայն այդպիսի գաղափարներով, որտեղ հզոր լինելը, ուժեղ լինելը, մեծ լինելը դա յուրաքանչյուր ժողովրդի երազանքն է, ինչպես եւ յուրաքանչյուր մարդու, ուրեմն այս կայսերական մղումներով։ Լավ, այդ
Այդ հատվածը հասկանալի է մեզ դեռ խորհրդային մտածողությամբ ձևավորված։ Հիմա ազատվում ես այդ հատվածից, պետք է ուրիշ բռունցք փնտրել։ Չէ, բռունցք ընդհանրապես պետք չի փնտրել, որովհետև նա բռունցքը լավ բան չի։ Պետք է փորձել լինել այնպիսին, որ դու լինես հետաքրքիր բոլորի համար։ Եվ առաջին հերթին տնտեսապես։ Եվ եթե մեզ հաջողվի իսկապես իրականացնել բաց սահմանների քաղաքականությունը, սա հրաշալի տարածաշրջան է։ Սա ձեռնտու տարածաշրջան է բոլորի համար, որովհետև հիմա եւ ասիական երկրներում եւ եվրոպական երկրներում երևի համար մեկ հարցը դա եւ խնդիր եւ նպատակը դա լոգիստիկ հարցերն են։ Ինչպիսի կապեր մենք ունենանք Միջին Ասիայի, ասենք ասեմ, արժեքը վերջ 2 տարվա ընթացքում բարձրացավ այնպես, որ երբևիցե ոչ ոք չէր մտածում դրա մասին։ Մենք ինքներս երբեք չէինք մտածում։ Մենք ասում ենք դե լավ Միջին Ասիա էլ այնտեղ երևի Ղազախստանը, Չինաստանի շնորհիվ քիչ թե շատ զարգացած մնացած, ուրեմն իրենցից բան չեն ներկայացնում։ Եվրոպական էմիսարների այցերը Միջին Ասիա պայմանավորվածությունները, որ իրանք ձեռք են բերում Ուզբեկստանի, Ղրղստանի եւ այլն երկրներ։ Թրամփն է հրավիրում Վաշինգտոն։ Դա ապացուցում է, որ հետաքրքրությունը շատ մեծ է եւ անկախ նրանից, թե ինչ քաղաքական համակարգ է տիրում այդ երկրներում, իրանք շահագրգռված են։ Իրանք շահագրգռված են այդ կապերի մեջ, որտեղ դա գումար է, դա մեծ եկամուտներ են, դա քո երկրի ուրեմն հզորացումն է եւ վարկանիշի բարձրացումը։ Դե հասկանալի է, բայց դա ի վերջո բերում է մեծերի շահերի բախման, այդ բախումը ում գլխին կկոտրվի, դա է ամենադառը հետևանքը։ Գոնե մեր պատմությունը դե մեր պատմությունը մի քիչ մեր խելքից է, այնպես չի, որ մենք մշտապես զոհի կարգավիճակում ենք եղել, հաճախակի մենք ինքներս ենք առաջ մղել մեզ եւ ասել ենք տեսեք մենք այս կողմից ենք կամ այն կողմից ենք եւ դա եղել այն ժամանակ երբ որ նաեւ ճիշտ հաշվարկներ չեն կարել առաջին համաշխարհային պատերազմ գիտեք այսօր Կարսի անկման օրն է առաջին համաշխարհային պատերազմ արդյոք մենք կարող ենք ասել որ մենք զոհ չդարձանք այդ երկրու հզոր կայսրությունների բախմանը կամավորական ջոկատներ մեծ խոստումներ ցարական Ռուսաստանի կողմից եւ բազմաթիվ փաստեր երբ խոսքը գնում է այն ինչ կատարվեց մեր այդ 15 թվականին ցեղասպանության մասին ես իհարկե կողմնակից եմ որ մենք լավ ուսումնասիրենք թե ինչ դերակատարում ունեցավ մեր ասենք ասենք քաղաքական էլիտան առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբում արդյոք հաշվարկված էր ամեն ինչ արդյոք մենք հաշվարկել էինք թե հույսներս դրել էինք նրա վրա որ պարզապես միանշանակ հաղթելու է մի կողմը եւ ուրեմն պետք է միանշանակ այդ կողմի կողքին լինել մոռանալով որ ուրիշ կայսրության մոտ 2 միլիոն քաղաքացիներ այդ երկրի քաղաքացիներն են որոնք գտնվում են ահավոր վտանգի տակ մենք քիչ ենք հաշվում այդ բաները իրականում եւ կարծում եմ մենք շատ քիչ ենք հաշվել դա միշտ եւ 20-րդ դարի վերջում էլ վատ ենք հաշվարկել եւ հարվածի տակ ենք դրել մեր հայրենակիցներին մոռանալով թե որ երկրում են իրենք ապրում հիմա սովորել ենք հաշվարկել պետք է սովորենք ես չեմ կարող ասել բոլորի անունից բայց կարծում եմ որ այն դառը պարտությունը որ մենք կրեցինք մեզ դարձնում է ոչ միայն մեզ ընդհանրապես պարտությունը դարձնում է մարդկանց մի քիչ ավելի իմաստուն եթե չեմ փորձում պարտվածին թունավորել ազգայնական գաղափարներով վրեժխնդրության եթե փորձում են ստապ գնահատել պարտությունից էլ կարելի է լավ դասեր քաղել եւ անել այդպես որ նա այլևս երբեք չկրկնվի